ձևով գրել։ Հա, միակ պրոբլեմը dictionary ճիշտ convention դուրս բերելն է։ Որտեւ եթե նույն բանը տարբեր նախադասություններով անեն, միտեղ կփոխես, ասենք թե ինչ-որ չի եղել։ Մյուս տեղերը կմնան չես չեղած, որտեղ իմաստը որտեղ էր պետք անել, ինչի էր պետք անել։ Այսօր փորձում ենք sense մեր փորձի մասին կիսվել, իրականում կարող է ինչ-որ խապկանք կա ինչ-որ մեկի մոտ, որ մենք խոսալու ենք բազանալիչ իրեն քեշինգ ինչ-որ pipeline-ներ եւ այլն այդ ամեն ինչը այստեղ չի լինելու։ Սա ուղղակի մեր practice-ն է, թե մենք մեր պրոյեկտներում ինչ խնդիրներ լուծելու համար որ մեկն ենք օգտագործել։ Ու մի անգամից էլ ասեմ, սա Oracle-ի ծրագրավորողների մասին չի, Oracle developer-ների, սա ուղղակի պրոստոյս մերկիկների համար է, օրինակ մեր Եվի, սկսենք, հա։ Հա, սկսենք, ուրեմն առաջի բանը, որ ուզում ենք իմանանք, հետևյալն է, ովքեր են էլի, որ ծանոթ են relational database-ների հետ աշխատել են ինչ-որ մի բան արել են, թող ձեր բարձրացնեն, էլի։ Ահա, մերսի։ Մեկ էլ երկրորդ հարցը, ովքեր որ չեն օգտագործել են ոչ relational database, օրինակ Mongo կամ տես մի բան։ Լավ, մերսի։ Ուրեմն ուզում ենք ընդհանուր տես իմանանք էլ ինչ տիպի աուդիտորիա, որ ավելի կոնկրետ կարողանանք ինչ-որ բաներ բացատրենք, եթե պետք լինի։ Դե եթե մեծամասամբ ոնց հասկացա RDBMS օգտագործել եք, նշանակում է լավ ծանոթ եք SQL-ը ինչ է։ SQL-ը տես ընդհանուր ասեմ, ովքեր որ չգիտեն, էլի, հա, այդ լեզու է, այսինքն ինքը հապավում է SQL նշանակում է structured query language, այդ նշանակում է որ SQL-ը զուտ լեզու է, ինքը database-ը չի։ Դու կարողանում ես SQL-ի միջոցով database-ի հետ ինչ որ գործողություններ անես, հրամաններ իրան տաս, ինքը կատարի, հա, կոպիտ ասած։ Այդ նշանակում է SQL-ի միջոցով դու կարողանում ես համ SQL database-երի հետ գործ անես, համ NoSQL, բայց SQL-ը օգտագործվում է հիմնականում այդ RDBMS-ների հետ աշխատանքի համար, հա։ Այդ ընդհանուր պրոստը տեղեկության համար, ովքեր որ չգիտեն, էլի։ RDBMS կոչվածը ինչ է, հա, այդ նշանակում է Relational Database Management System, այդ օրինակ երևի բոլորին ծանոթ է ովքեր որ օգտագործում են Relational Database, MySQL-ն է օրինակի համար, կամ Oracle-ն է, MS կատական է ժողովուրդ, access-ին անիտերին դրեք։ Իրականում, բայց ասեմ, որ ինքն էլ է SQL, նորմալ կարող ես իրանով SQL-ով կոդ գրես, ինքը աշխատի, բայց դե հիմնականում ինքը թեթև բաների համար է օգտագործվում։ Հետո մի քիչ կատակ, հա, sense մի բան, ասում է ինչա law of the hammer, ասում է չագուչի կանոնը ինչ է, ասում է եթե քո մոտի միակ գործիքը չագուչն է, դու ինչ տենում ես քո համար մեխ է, էլի։ Այդ նույն բանը կարանք ասենք ովքեր այն մարդկանց մասին, ովքեր որ օգտագործում են MySQL օրինակի համար, իրանք ինչ database, ինչ ստրուկտուրայի հետ, ինչ global data-ի հետ գործ են անում, իրանք պատկերացնում են իրան որպես table, ու ասում է եթե քո միակ գործիքը relational database-ն է, քո համար ամեն ինչ table է, էլի։ Շատ ծանոթ է, չէ՞, օբյեկտը կոնկրետացի, ամեն ինչ օբյեկտ է, sense ամենտեղ sense գնաց կամ ամեն ինչ functional լեզուներով։ Ստեսես մի հատ կատակ է, հա։ Նման ուստա մի հատ կադր։ Չգիտեմ ինչքան է երևում։ Մի երկու բառով ներկայացնենք NoSQL database-ը ինչ է։ Տենց NoSQL database-երը իրականում ահավոր շատ են, իրանք իրարից ահավոր կարան տարբերվեն, բայց մի քանի ընդհանուր բաներ իրանց մասին կարելի է ասել։ Այդ ընդհանուր բաներից մեկն է օրինակի համար, այն որ իրանք օգտագործում են ոչ SQL, այսինքն իրանք չեն օգտագործում որպես կանոն, այսինքն կան բացառություններ, օրինակի համար Cassandra-ն օգտագործում է, կարաս օգտագործում։ Հա։ Իրանք չունեն fixed schema, այսինքն տենց հիմնականում իրանք սխեման բան է։ Հա։ Ու հիմնականում իրանք չեն օգտագործում join-եր, հա, որոնք կան, չգիտեմ, MySQL-ում օրինակի համար կամ RDBMS-ներում առասարակ։ Ասենք, տենց մոտապես ուզեցել եմ տենց գրաֆ, ինչ որ նկարով ցույց տամ, թե ինչքան տիպի, ինչքան ռազմաբրազնի է, էլի NoSQL-ները։ Ասենք,
չգիտեմ, կա key value ինչ որ store-եր, ու իրանք ունեն ինչ որ տեսակներ իրարից տարբերվում են ինչ որ բաներով, կան ասենք graph database-եր, կան չգիտեմ object database-եր, document store database-եր, հա իրանք իրարից կարան ահավոր մեծ բանա պրինցիպներով տարբերվեն։ Իրականում եթե ինչ-որ common logic կարելի է դեռ գտնել key value database-երում, բայց key value database plus document database-երում, իսկ graph-ը real է ամեն ինչով sense կոնկրետ աչքի ընկնող ու առանձնացող մասը graph database-երը։ Որտեղ ամեն ինչ principi graph։ Դաս մի վարքան ես ուզում եմ սկզբից մի քիչ առաջ ընկնեմ, ավելի հասկանալի որ լինի, էլի։ Այս մասը Ուզում խոսամ խոսքի SQL ու NoSQL database-երի նորմալիզացիայից։ Այսինքն կոնկրետ MySQL ովքեր որ օգտագործել են, իրենց համար այս սխեմը լրիվ բարձ պետք է լինի։ Ստե ուրեմն ունենք մի հատ publisher, մի հատ book, իրարից ինչով են ինչ է էլի այս բանի իմաստը, ուրեմն publisher-ը կարա publish արած լինի, չգիտեմ, մի քանի հատ գիրք։ Այսինքն ինքը մի հատ գրքի publish-ի ընթացքին կարա մասնակցած լինի։ Այսինքն book մեր բանը, entity-ն, հա, reference-ը պահում publisher-ի վրա, ու կարա մի քանի հատ book լինի, որ publisher-ին ունի։ Publisher-ը ունի, չգիտեմ, ID, որով կապնվում է book-ի հետ, ունի ինչ որ name, ինչ որ country, ինչ որ email ու կարա էլի field-եր ունենա, որոնք էական չեն principi մեր այս օրինակի համար, ու book-ը էլի ինչ որ ID ունի, title author, որոնք էական չեն, ամենակարևորը նա, որ ինքը reference-ը պահում publisher-ի վրա։ Հիմա, եթե դու խնդիր ունես բան store անելու book ու publisher-ների քո բանը ցուցակը, դու վերցնում ես սովորական MySQL, reference-ը սպահում իր բան publisher-ների վրա book-ով, ու ասենք դու ցանկացած բան կարաս, չգիտեմ, քո database-ից ստանաս քո publisher-ների ցուցակը, եթե քեզ պետք է, քո book-երի ցուցակը, ու օրինակի համար կարաս ցանկացած բան ստանաս քո, չգիտեմ, add publisher-ի բոլոր book-երի ցուցակը։ Այդ կկատարվի սովորական join-ի միջոցով։ Հա։ Իսկ օրինակ այս նույն բանը փորձենք պահենք Mongo-ով օրինակի համար դեռ նորմալիզացած ու նորմալիզացած տեսքով, էլի խոսանք, չգիտեմ, առավելություն ունի արդյոք դենորմալիզացվածը թե չէ։ Ասենք նորմալիզացված, եթե փորձես նենց պահես, ոնց որ խոսքի կպահեր MySQL-ում, ինչ ես էլի անելու։ Պահելու ես մի հատ book document, իր մեջ լինելու է reference publisher-ի վրա, նույն field-երը մնացած նույնն են, էլի։ Ինքը պահելու է reference publisher-ի վրա ու չգիտեմ, մի քանի հատ book ունեցար, մի քանի հատ reference-ը լինելու publisher-ի վրա։ Այսինքն դա նորմալիզացված data է։ Իսկ եթե в принципе օգտվես նրանից ինչ որ քեզ թույլ է տալի Mongo-ն, դու կարաս nested պահես publisher-ը book-ի մեջ ու այդ ժամանակ դու ինչն է էլի դրա առավելությունը լինելու։ Դու ստանալու ես book-ը, միանգամից publisher-ը իր մեջ մտած։ Այսինքն մի քիչ հետո կխոսանք կոնկրետ performance-ից ու կտեսնեք, որ ավելի արագ data-ն կստանաս, եթե nested պահես, այսինքն դու մի հատ օբյեկտ ես էլի վերցնելու։ Ինչ։ Հարմար ամեն book-ի համար մի հատ առանձին տեղ պահես publisher-ի համար։ Առանձին պահես, թե իրար հետ պահես։ Publisher-ը how-that book ունենա, դու how-that book-ի մեջ publisher-ի data-ն պահում ես։ Դե հենց դա, նայ։ Այդ արդեն առավելությունը տալիս է performance-ի տեսանկյունից։ Բայց եթե դու օրինակ քո ասած օրինակը, հա, եթե դու ամեն մի book-ի հետ publisher-ին պահես, դու եթե publisher-ի ինչ որ data փոխվեց, օրինակ իր, չգիտեմ, name-ը գնաց փոխեց կամ mail-ը փոխեց, հա, դու պետք է ստիպված ես լինելու book-ի սա ինչքան publisher-ը ունի։ Հա, սա database-ով անցնես ու փոխես։ Այսինքն հա, ստացվում է, այսինքն եթե քեզ պետք է քո data-ն ստատիկ է լինելու, հիմնականում դու իր այդ changer չես ունենալու, դու լրիվ հանգիստ կարաս nested պահես, այդ ժամանակ դու առավելություն կունենաս իրան ստանալուց, այսինքն select անելուց, հա, MySQL-ով։ Իսկ եթե խոսքի քեզ պետք է լինելու անընդհատ changer անել, այդ ժամանակը հաստատ ավելի լավ է երկու հատ տարբեր դոկումենտներով պահես, ու այդ ժամանակ դու publisher-ի ID-ով կստանաս publisher-ը, պրոստը այդ ժամանակ մի քիչ հետո կտենաս ոնց է լինում MySQL-ով, ավելի դանդաղ է էլի իրականում լինում։ Հենց հիմա development-ի ընթացքում ոնց որ sense անպայման լինում են դեպքեր, որպես կանոն, որ հա, ասենք ինչ որ ենթադրենք field ասվածը առանցին է սարքում ու ինքը մասնակազմում ինչ որ script-ի, այդ դեպքում դու ուզած չուզած ես ուղղակի script-ում կարաս մյուս ձևով ուղղակի նույն copy-ն իր մեջ nested պահես, բայց ավելի քիչ կոդ գրելու տեսանկյունից, հա, այդ script-ում ուղղակի պահում ես այն ստեղծված արդեն field-ի reference-ը, այդքան բան։ Հիմա ասենք կոնկրետ այդ որ ասում եմ performance-ի տեսանկյունից ավելի շատ է ձեռ տալի, կոնկրետ տեստ արած ինչ որ մի հատ բան ցույց տամ։
Տեստը մենք չենք կարա գլխանց ասան, բայց ամեն դեպքում հավաստի տվյալ պիտի որ լինի։ Նա Չէ, հանել եմ այդ բա։ Ուրեմն նայեք, ստե ունենք երկու շատ basic ինչ որ բան data է ինքը, մի հատ ID ենք պահում ու երկու հատ ինչ որ բան time-ը ու data, հա? Ինչ որ անկապ ֆիլդեր են, էլի, էական չի մեր տեստի համար, պրոստը որ մի քիչ ծավալում լինի ինքը։ Ու նույն բանը անում ենք Mongo-ով։ Ստե MS SQL-ը, այնտեղ Mongo։ Հիմա ինչ ենք անում։ Ստե մտածած բան է, էլի, Mongo-ի մասին, էլի, ասում է 3 հատ database admin մտնում են NoSQL bar, տերում են սեղան չկա դուրս են գալի։ Հիմա նույն բանը ինչ ենք անում, էլի։ Ուրեմն store ենք անում data, տարբեր քանակությունների, մանրի շատացնում ենք այդ քանակությունը։ Ուրեմն նայում ենք թե ինչ արագություն, ինչ ժամանակում է, էլի store-ը այդ քանակությունը։ Ուրեմն Mongo-ով 50,000 այդ item-ը որ ցույց տվեցի, մի հատ ID էր, երկու հատ ֆիլդ։ Տեղը, ոչ ամեն store-ը տեղի ունենում 10 վայրկյանից մի փոքր ավել, հա։ Իսկ նույն բանը, եթե դու անում ես MS SQL-ի միջոցով, դու անելու ես 25 վայրկյանից մի քիչ ավել ժամանակահատվածում։ Այսինքն ստացվում է, եթե դու պահում ես մի քիչ մեծ քանակությամբ data, ու հետո այդ կարդում ես, քո կարդալու արագությունը Mongo-ով շատ ավելի արագ է։ Ինչ-որ հարցեր կա սրա շուրջ։ Չէ, կարդալու։ Գրելուն չեմ ցույց տալի։ Օրինակ Yandex-ում իշտամիջ tuning են արել իրաց Mongo-ն, բայց ամեն դեպքում իրենք իրաց մեծ aggregate հավոր ռեպորտները թողել են Mongo-ում, Webpage-ը դարձ չեն լինում, դրանից հետո ասել են բարիա։ Տեսնելով, հա, դեր հարցը։ Կա 50,000-ը կարդացել է 10,000-ից մի քիչ ավել Mongo-ն, 25-ից 30, չգիտեմ, մի 27-28-ում MS SQL-ը։ Հիմա ասենք վերցումը մի քիչ ավելի կոմպլեքս data համեմատած նախորդի հետ, ունեմ ինչ որ customer, ունեմ order, customer-ը կարա ունենա, ոչ many to many կապը, հա, այսինքն customer-ը կարա ունենա լիքը order-ներ, հա, իսկ այդ data-ն ոնց է պահվելու MySQL-ով, ինքը պահելու է ինչ որ մի հատ երրորդ table-ն եմ վերցնում, որը կապում է order-ը բանի customer-ի հետ, ու այդ նույն data-ն ոնց կլինի Mongo-ով պահված։ Many to many է։ Հա։ Իսկ Mongo-ով nested եմ պահելու, էլի, այսինքն customer-ի մեջ պահելու եմ իր ասախ order-ների բանը, list-ը։ Այդ իրականում մի քիչ սխալ է, բայց ամեն դեպքում մեր տեստի համար տենանք ինչ է, էլի, արդյունքը տալի։ Չէ, ընդհանրապես սխալ չի բնականաբար, պրոստը կոնկրետ այդ օրինակը այդքան էլ ճիշտ չի, բայց ամեն դեպքում ասենք առաջ։ Հիմա այդ երբ որ nested պահում ես ու երբ որ join ես անում, հա, MS SQL-ը, որտեվ դու 3 հատ table ունեիր, իրար հետ reference էիր պահում, ինչ էր տալի արդյունքում։ Արդյունքում տալիս էր, որ Mongo-ն պահում է այդ նույն բանը 10 վայրկյանից ու 20-ից մի քիչ, այսինքն ինքը էլի ավելացել է իր ժամանակը, բայց այդքան շատ չի ավելացել, ինչքան օրինակի համար MS SQL-ն է։ Ինքը պահում էր համարյա մի 30 վայրկյանից քիչ, հիմա համարյա 2 անգամ ավելացել է իր բան կարդալու ժամանակը, հա։ Իսկ Mongo-ն ավելացել է, ասենք մի, չգիտեմ, ենթադրենք մի 30%-ով կամ 50%-ով։ Այդ ինչի՞ց է գալի, հա, որտեվ դու join ես անում MS SQL օգտագործելուց, այսինքն դու 3 հատ table իրար կպցնում ես, կարդում ես հետ, իսկ Mongo-ի դեպքում դու ուղղակի բան, նույն օբյեկտը համարյա թե ստանում ես, պրոստը մի քիչ ավելի շատ ինֆորմացիա մեջը բան պահած։ Իսկ եթե մեջը չպահես, իրականում ավելի դանդաղ կլինի։ Ասենք շարդա էլի տարբերություն տալի թե հա, MySQL-ից դաժե ավելի դանդաղ։ ու հիմնական պատճառը հետևյալն է, հա, դու Mongo օգտագործելուց չես կարողանալու join անես։ Դու ստիպված ես լինելու այդ query-ն 2 անգամ անես, այսինքն դու կստանաս մի հատ customer-ը, հետո այդ customer-ի order-ների ID-ները, order-ները պետք է get անես։ Հա, բայց եթե nested պահես, ավելի արագ է լինում։ Հա։ Դրա մասին խոսանք, այսինքն խնդիրների մասին հələ կխոսանք Mongo օգտագործելուց, էլի։
Իմիջիալը ասենք կոմպն է, որի վրա այդ ամերիկացին այս տեստերը արել էր։ Չգիտեմ։ Հիմա խոսանք horizontal scaling, vertical scaling։ Սա մի հատ բան կա։ Horizontal scaling-ը Չէ, կոլոմների մասին չի խոսքը։ Այսինքն սերվերներ են կամելացնում, իսկ վերտիկալի դեպքում ուղղակի RAM-ն են շատացնում պրոցեսորի հետ։ Մի բան ավելացնում Այսինքն ցանկացած application ինչ որ ժամանակ հետո user-ների քանակը ավելանում է, չէ՞, սա հեսա գիտենք, եթե այդ application load-ը ավելանում է, այսինքն ստացվում է դու վաղ թե ուշ user-ների քանակին զուգահեռ պետք է հզորացնես քո database-ի կոմպյուտերը, հա, որի վրա database-ը run արած էլի։ Այսինքն կարող լինի, քանց թե ուղղակի ինչ-որ ավելի թուլոտ համակարգիչ ներկայացնում։ Ասենք, sense հենց ներկա բան չեմ ուզում խորանամ կոնկրետ թե ոնց է այդ ամեն ինչը տեղի ունենում, բայց sense պրոստը ասեմ հետեւյալը, հա, որ եթե դու օգտագործում ես օրինակի համար Mongo, ինձ database, որ թույլ է քեզ տալի scale անես, ինքը գծային է աճելու քո ծախսերը, հա, քո user-ների load-ին զուգահեռ։ Իսկ եթե օգտագործում ես RDBMS, դու scale անելուց դիպացած լինելու ավելի ու ավելի լավ այդ կոմպը հզորացնես օրինակի համար, ու դրա իտոգենը լինելու, որ քո աճը լինելու է ոչ գծային, այսինքն դու ավելի արագ աճելու cost-ը քո data բան կոմպի, հա, որը որ ծախսում ես իր վրա։ Մի քիչ հետո ավելի մի քիչ մանրամասն կխոսենք։ Ահագին պրոբլեմատիկ բան է իրանց սինխրոնիզացիան Mongo ուղղակի նույնիսկ database-ը Ասենք առաջ, հա։ Հիմա ասած մի հատ պրոստը վիզուալ երևա, հա, scale-ը ասացի ինչ է իրանից ներկայացնում։ Չգիտեմ երևում է թե չէ։ Horizontal scaling է։ Ավելի շատ vertical։ Ինչ-որ ուժեղ համակարգիչ։ Իսկ կոնկրետ մի հատ համակարգիչ էր վերցած ու ուժեղացրած էր, էլի։ Հա ինչ որ մի քիչ էլի վիզուալ ինչ որ պատկեր է, որի բանը այն է, ասում է, եթե դու ունես user-ների load, հա, ու քո server-ի load-ը համեմատում ես, թե ինչքան փող ես դու ծախսելու բանի հետ զուգահեռ։ Այսինքն user-ների քանակը աճում է, server-ի load-ը ավելանում է։ Հիմա քո որ այն գումարը, որ դու ծախսում ես այդ կոմպի վրա, որը որ այդքան բանը load-ին պետք է կարողանա դիմանա, աճում է, չէ՞։ Բնականաբար աճում է, հա։ Ինչ որ պահից սկսած այդ աճը այնքան շատ է լինում, որ քեզ ձեռ չի տալի, այդքան գումար ծախսես, դու այդ կոմպին բան անես։ Եթե օգտագործում ես RDBMS, իսկ եթե օգտագործում ես բան Mongo, քո համար այդ ավելի քիչ ծախսի է բերում հետեւյալ պատճառով, հա։ Դու user-ների load-ը շատացավ, մարդկանց քանակը շատացավ, դու վերցնում ես երկու հատ կոմպ նույն հզորությամբ ենթադրենք ու կիսում ես իրancs մեջ, այսինքն երկու հատ կոմպը կարողանալու անի այդ նույն բանը, ինչ որ մի հատ կոմպներ անում, պրոստը երկու անգամ ավելի լավ, հա, այսինքն երկու անգամ մեծ քանակությամբ user-ին կդիմանա այդ երկու հատ կոմպ վերցնես։ Դրանք հստակ թվեր չէ, եթե իրականում երկու անգամ է։ Հա, դու կարող 80%, հա, բայց ամեն դեպքում իսկ դու նույն արդյունքին չես գալու, էլի, եթե MySQL ես օգտագործում։ Հիմնական ասած Հա, միանշանակ, բայց իրենց մեջ սինխրոնիզացիա եւ այլն հայտնի պրոբլեմներ են։ Սինխրոնիզացիան ամեն մեկը առանձին բան է սինխրոնիզացիա, բայց տարած ու մեծ դատան բաժանես partition-ի մասին։ Շատ լավ, հիմա մենք KPI theorem-ի մասին խոսանք, partition-ի մասին։ Դու օրինակը բեր, չգիտեմ, ինչ ուզում ես։ Իրականում այսքան մինուսներ, որ ասում ենք RDBMS-ների մասին, իմ կարծիքով դա սխալ է, որովհետև ռեալ ինքն իր բենեֆիտներ ունի ու ունես չի, ամենտեղ կարաս ուղղակի NoSQL բազաներ օգտագործես, բնականաբար այդ այդպես չի։ Օրինակի համար NoSQL բազաներում որպես կանոն չի լինում, ասենք, transaction հաստատվողություն։ Տեղյակ եք ինչ է transaction հաստատվողություն։ Հա? Իհարկե բանկային ասենք եւ ենթադրենք դու ինչ-որ մի բան ուզում ես առնես, այդ պահին արդեն ինչ-որ մեկը առել է, բայց դու գումարես փոխանցել, եթե տրանզակցիայի մեջ չանցավ ինչ-որ rollback չլինի, այսինքն բոլոր кейսերի դեպքում, երբ որ ամբողջ transaction-ի unit-ները ասենք ասենք, եթե successful չեն, այդ transaction-ը commit չի եղել, ինքը real database-ում change չի անի։
Կարամ մի հատ օրինակ վերեմ, մի քիչ ավելի չգիտեմ, ովքեր որ չգիտեն, էլի ծանոթանան գոնե գաղափարի հետ։ Հենց նրանք ունենք ինչ որ երկու հատ մարդ A ու B, հա, ասենք A-ն ուզում է իր հաշվից ինչ որ գումար փոխանցի B-ի հաշվին։ Հիմա իդեալական այն պետք է լինի, որ A-ն իր հաշվից որ դուրս եկավ, հանկարծ նենց դեպք չլինի, որի արդյունքում իր հաշվից դուրս գա, B-ի հաշվին չգնա այդ գումարը, ու այդ գումարը կորի։ Այսինքն եթե A-ն իր հաշվից այդ գումարը հանի, հետո չգիտեմ կոմպը վարի գնա, դες բան արդյունքի չպետք է բերի, որ բան B-ին չհասնի այդ գումարը կամ A-ից դուրս գա ու այդ $100 կորի, հա, դες բան կյանքում պետք է չլինի։ Հիմա տրանզակցիայի գաղափարը հենց այդ խնդիրն է, էլի կարելի ասել ուզում։ Ինչա։ Իրականում Մարտին Ֆաուլերը լավ գիրք կա, ոչ մի NoSQL distyle, ինձ sense մի հատ հասկացողության մասին է, որ գնում offline log, այսինքն իրան քո դոկումենտները ընդհանրենք ինչ որ incremental number-ներ են իր այդպեսում, երբ որ ինչ որ մեկը get անում, այդ incremental number-ով է այդ դոկումենտը ասեն get անում, ու երբ որ ինչ որ մի բան change անում, բերում է save անելու, այդ incremental number +1 անում, ու հաջորդն էլ երբ որ վերցրել է ուզում է բերի insert անի, տենում է number-ով արդեն հետ է այդ incremental number-ով, ու իրականում բայց դա ճիշտ ասած լրիվ միանշանակ լուծումը չի, որովհետեւ դա կարող է ինչ-որ ատոմիկ գործողության ընթացքում նորից ինչ-որ inconsistency issue լինի։ Բայց մեծ դեպքերում, ասենք այն դեպքերում, երբ որ միլիսեկունդների տարբերություն է լինելու, ամենայն հավանականությամբ ձեր մյուս user-ը ինչ-որ notify կլինի նրա մասին, որ արդեն այս user-ը change արել է դոկումենտի վրա։ Բայց դա ելի եմ ասում միանշանակ super-puper լուծումը չէ, որովհետեւ այնտեղ race condition-ից մեկը չես խուսափի կոմենտը։ Այլ է ենթադրում, որ MySQL-ը ավելի հանրավոր warehousing-ի, հա, ինքը consistency տեսանկյունից, երբ որ դու ունես consistency մի քիչ սխալ ասված, որտեղ այնտեղ էլ կարաս իրական consistency ունենաս, բայց transaction-ի տեսանկյունից, եթե հասկանալի է ինչի մասին է transaction-ը, այսինքն քո բոլոր case-երը, երբ որ կատարվում են, կամ դու ինչ-որ isolation level-ով ենթադրենք log ես դրել այդ table-ի row-ի վրա ենթադրենք, երբ որ ես իրեն get եմ անում ուրիշ ոչ մեկ հələ չկարդա կամ չգրի, այդ տեսանկյունից միանշանակ RDBMS-ները քեզ ավելի շատ կօգնեն։ Այ, բոլորին հասկանալ է տրանզակցիան ինչ արչա։ Իրականում isolation level-ների մասին էլ չենք պատմում, որովհետև տարբեր RDBMS բազաներում իրանք տարբեր ռեալիզացիաներ կան։ Լավ, ասենք առաջ։ Այս նորմալիզացիա, դենորմալիզացիա արդեն պատմեցինք, խոսացինք։ Հիմա մի երկու հատ օրինակ բերենք, կոնկրետ թե ինչ խնդրեմ ենք մենք հասե, հա, օգտագործելով MySQL կամ MongoDB։ Եկեք օրինակ այսին փորձից ասեմ, հա։ Մեր պրոյեկտում ինչ որ microservice-ներից մեկում, ենթադրենք, մենք ունենք sense script domain ասած հասկացողություն, եկեք իրան domain model ասենք։ Իրականում մեր խնդիրը հետևյալում էր, այդ script ասվածը ինքը մի հատ դոկումենտ էր, որը իր մեջ պարունակում էր list-ով section-ներ, ամեն մի section-ը list-ի մեջ պարունակում էր իր մեջ list-ով բլոկեր, ամեն մի բլոկում կար խոսքի flow button-ներ, այդ ամեն մի բլոկում կարող լինել կամ filter, կամ disposition-ներ, կամ ես ինքս եմ ասում կամ, որովհետև դա կարող է ուղղակի չլինել, կամ field settings, կամ disposition settings, script settings, այսինքն եթե այս ասածից մերը մի ժամանակ է դաս թաղեցիք, նշանակում է խոսքի RDBMS-ների դեպքում կամ ես լիքը նալեր էի ունենալու, կամ լիքը բանցից բուգենցամի, ոնց որ ասեմ նա, իսկ Mongo-ի դեպքում մենք ինչ ենք արել, ուղղակի script-ը սարքելու ժամանակ, իր section-ներով list-ով, section-ի մեջի բլոկերով, ու այն ամբողջ դոկումենտները, որ ասում էի, ուղղակի մի հատ ընդհանուր մեծ unit էր դառնում, իրական եթե կարդացել եք Eric Evans-ի Domain Drive Development-ը, այնտեղ կոնկրետ ասում է, երբ որ դու ինչ-որ persistence unit ունես, ինքը պետք է հանդես գա որպես aggregation-ի մի մաս, այսինքն իդեալական արխիտեկտուրայի սցենարում, հա, բայց իրականում այդ RDBMS-ներում այնքան էլ դες չի։ Ես իմ օրինակը վերեմ, ուրեմն ունեի միացած բան, խնդիր, հա, ունեմ comment, չնասկնակ, ինչ որ մի հատ ստատուս, հա, ենթադրենք, այդ ստատուսի տակ կարա գրվի comment-ներ։ Ու իմ խնդիրը այն էր, որ ես պետք է սահմանափակեմ comment-ների քանակը, մաքսիմում կարա լինի 5 հատ comment, էլի այդ ստատուսի տակ գրված։ Կոնկրետ MongoDB եմ օգտագործել, այսինքն իմ բոլոր մնացած խնդիրները շատ լավ հանգիստ լուծվում էր, համեմատաբար MySQL եթե օգտագործեի, բայց եկա հասա այդ խնդրին ու հիմա պետք է սահմանափակեմ, որ մաքսիմում 5 հատ բան գրվի, հա, comment մի հատ ստատուսի տակ։ Ուրեմն ինչ է էլ այդ իրանից ներկայացնում, ասեմ, մի հատ comment-ը տակը array-ը պահվում, array-ի մեջ կարա մաքսիմում 5 հատ item գրվի։ Հիմա ուրեմն երկար ժամանակ տենց ուսումնասիրում եմ, կարդում եմ այս comment-ում ու վերջում բարձում է, որ
իրականում կարամ ես այդ խնդիրը լուծեմ, եթե ես ունեմ մի հատ նոդ, այսինքն մի հատ կոմպի վրա ինստալ արած MongoDB։ MongoDB-ի մեջ տես բան կա, ինքը թույլ է տալի քեզ լոկ անել, հա, ժամանակավորապես կոնկրետ դոկումենտը, որի հետ գործ ես անում, ու իտոգում այսինքն երբ որ ես իր վրա ինչ-որ մի բան գրում եմ, ուրիշ ոչ մեկ չկանա իրան ձեռ տա։ Այդ նույն բանը կա MySQL-ի մեջ, ինքը ոնց որ իր default configuration-ով այդքան բանը ունի, հա։ Ստացի եթե արդեն հասկացաք, դա այնքան էլ լավ practice չի, Mongo-ի դեպքում ինչ-որ բան լոկ անել եւ այլն։ Լավ practice չի, բայց բացի դրանից, ուրեմն եթե ես հանգարց որոշեցի, որ շարդ եմ անում իմ MongoDB-ին, երկու տեղ ունեմ այդ նույն դատան պահած, հա, ես երբ որ գրում եմ առաջի կոմպի վրա, շատ հնարավոր է որ միջև սինխրոնիզացիան տեղի ունենա, երկրորդ կոմպի վրա այդ նույն բանը ինձ պետք լինի, այսինքն նոր կոմենտ ավերանա, հա։ Այդ ժամանակ առաջինի վրա, չգիտեմ, կարա գրվի 5 հատ բան, կոմենտ, երկրորդի վրա էլի 5 հատ կոմենտ գրվի։ Բայց երբ որ այդ երկու հատ դատան իրար հետ մերջ լինեն, պարզվի որ այդ 5-րդ կոմենտը օրինակի համար նույնը չի, հա։ Այսինքն ես չէի կարա սահմանափակեի բանով database level-ով իմ կոմենտների քանակը այդ կոնկրետ այդ ստատուսի տակ է, տեսնում ես։ Օրինակ MS-SQL server-ը դեպքում ես գիտեմ մեկի օրակալի, որ listener-ներ կան, որոնք serverless service կարելի է օգտագործել, որ listening անենք, երբ որ query-ին change Շիգերների մասին է խոսքը գնում այսինքն։ Չէ, որ հենց query-ի մեջ փոփոխություն լինի, այսինքն հենց կոմենտ ավելացավ, մեկը գրեց, մյուսի մոտ գա։ Okay. Ավտոմատ։ Այսինքն ես վարկյանը մեկ query չանեմ, որ նայեմ փոփոխություն եղել է թե չէ, փոփոխությունը ելնի ավտոմատ պատասխանը գա։ Mongo-ն ունի տենց սերվիսների ինչ-որ։ Սերվիս բրոուզերի մասին։ Հասկանալի է։ Նորից բարձրացնում Index որ դա չի դու այդ բախտի։ Index ինչի վրա։ Այդ դաշտի վրա, որ այդ դաշտը ինչ-որ Այսինքն unique պետք է լինի, թե ինչ index, ինչ constraint տնեմ կամ ինչ index-ի։ Օրինակ, ասես այս դաշտը օրինակ date, հա, ասես այս date-ից մեծերը ջնջի օրինակ։ Հիմա այդել ասես ինչ-որ փոփոխ Խոսքը իրականում գնում էր նրա մասին, երբ որ դու ունես շատ նոդերում դա դու ոնց ես կազմակերպելու սինխրոնիզացիայի հարց եւ այլն։ Ուզում եմ պատասխանեցի հարցին։ Իրականում հա, մեկ նոդի դեպքում դու լոքեր կարաս օգտագործես, ասես trigger-ներն է, ինչ-որ service broker-ներն է, սարքել դու հա։ ապահովության ռոլը չի, ասեք, Միանշանակ ավելի ապահով է։ Իհարկե, transaction ասված կա, ես կամ դրա մասին խոսեցի։ Բացի տրանզակցիայից կամ ուրիշ խնդիրներից, ասենք արտաքինից հակեր կամ ինչ-որ բաներ ուզում անեն, որ հա, այդտեղ էլ խնդիրներ ունենք, երբ որ տարբեր ինչ-որ նոդերի մեջ բաժանենք, այստեղ cap-ի թեորեմն է գալի, որի մասին հեսա կխոսենք։ Եկեք կամաց հասնենք դրան, հա։ Consistency, availability, partitioning-ի մասին դեռ խոսքը գնա։ Գնանք վերջացնենք։ Հիմա sense մի հատ հարց է, էլի առաջանում։ Սաղս իմացանք, ասենք, որ Mongo-ն ունի ինչ-որ առավելություններ, հա, ինչ-որ MySQL-ը ունի իր առավելությունները, հիմա հարցը հետևյալն է։ Հիմա ինչի՞ չես կարա մի հատ database ունենաս, որտեղ որ կլինեն այդ երկուսի առավելությունները, էլի։ Ինչ-որ մի բան սահմանափակում այդ ամեն ինչը, թե չէ։ Ու դա իրականում գալիս է cap-ի թեորեմը։ Ինքը ինչ է ասում այդ cap-ի թեորեմը, հա։ Ուրեմն մի հարկյանից նկարով ցույց տամ ավելի լավ, հա։ Ուրեմն 3 հատ գաղափար կա։ Վերջի տվյալը, որը որ քո ցանկացած նոդի վրա գրվել է։ Այսինքն ասած ասենք ժամանակի t պահին ցանկացած նոդի վրա քո data-ն պետք է վերջին վերսիան բոլորին available լինի ու նույնը լինի։ Consistency-ի մասին է խոսքը։ Այդ գաղափարը ուղղակի թեորեմը հեսա կասեմ։ Availability-ն այդ հետևյալն է։ Եթե դու ունես ինչ-որ նոդեր, իրանց դիմում ես, իրանք քեզ պետքա պատասխանեն։ Այսինքն քեզ պետք է տվյալ տան։ Ցանկացած բանին եթե դիմացիր։ Partition tolerance-ը ինչ է, հա։ Partition tolerance-ը հետևյալն է, եթե դու նոդեր ունես, նոդերից այդ երկու հատի միջև կապը խզվել է, իրար հետ էլ կապ չունեն, դու իրանցից ցանկացածին դիմես, ինքը պետք է աշխատի, այսինքն ինքը չպետք է կախված լինի մնացած նոդերից։ Ինքը իրանով պետք է աշխատի։ Հիմա Cap-ի թեորեմը ասում է հետևյալը, հա։ Ասում է database-ը միաժամանակ կարա մաքսիմում ունենա այս 3 գաղափարներից երկուսը։ Ու իրականում դա մաթեմատիկորեն ապացուցված է ասում։ Դրա մասին չենք խորանալու։ Բայց կոնկրետ ինչ որ ապացույց կասենք, բայց միջև այդ մեկի եւ երրորդի միջև է։ Իրականում դրանից երկուսը կարող ունենա։ Այսինքն database-ը կոնկրետ բան, եթե խոսենք proof-ից, մի քիչ ենթադրում եմ ավելի հասկանալի կլինի, եթե միջև հիմա ինչ որ բան չեք հասկացի, հա։ Ուրեմն ունենք երկու հատ նոդ,
ուզում եմ ապացուցեմ, որ ինքը consistency չի ունենա, եթե ինքը բավարարի availability ու partition tolerance-ի պայմաններին։ Հիմա գրում եմ առաջին նոդի վրա, ինչ որ մի հատ աստրիկ, հա, ինչ որ աստրիկ եմ սեյվանում իր վրա։ Կապը գնացել է երկրորդ նոդից, ուզում եմ երկրորդ նոդից ինքը ինձ տվյալ տա։ Եթե ինքը partitioning-ին բավարարում, availability-ին բավարարում։ Ավելի շատ sense ասենք, հա, tuning են արած հենց գրաֆների տեսության վրա, այսինքն իրանց վրա ասենք ավելի հեշտ ասել մոտակա, այսինչ գագաթների իմ համար գտի այդ ամբողջ ալգորիթմները, sense Neo4j-ն էլ, OrientDB-ն էլ, իմիջիալոց OrientDB-ն հենց նոր որ ովսեփ ասեց SQL-ը, որ օգտագործվում է որպես կանոն relation-ների համար, բայց կարա նաև օգտագործվի NoSQL-ում, օրինակ OrientDB-ում ինքը SQL query-ներ քեզ տալիս է, դու կարաս SQL query անես, պատկերացնում ես հենց graph database-ում, այն դեպքում որ խոսքի principi սաղի մոտ ինչ-որ ստանդարտ է դառել, որ Neo4j այդ Cyper ասվածը լեզուն խոսքի de facto industry ստանդարտ է դառել իմ կարծիքով ասեմ։ Իսկ graph database-ն էլ real ձեր համար կլուծի այն խնդիրը, երբ որ դու ունես ինչ-որ user, որը relation ունի ինչ-որ մի սուշնեստի հետ, ասենք օբյեկտի հետ, like կապով կամ friend կապով կամ չգիտեմ, իրար ինչ-որ ձև ճանաչում են, էսի boss-ն է, էս ինչ-որ աշխատողն է, ու այդ ինքը real ուղղակի սարքած է այդ ամեն ինչը, բայց դու այնտեղ insert երբ որ անես, դու real արդեն performance-ի problem ունես։ Որտեւ այդ քո ամբողջ գրաֆիկ գագաթները շատ հնարավոր է այդ իրանց relation-ների ժամանակ խոսքի նորից սկսան reindex անել։ Այսինքն եթե ինչ-որ ծառային կառուցեք կամ ինչ-որ այդտեղ իրականում այնքան է ծառ չի, որտեւ գրաֆների մասին է խոսում, բայց փաստացի քո insert-ը արդեն դանդաղել է graph database-ում։ Այսինքն դա էլ այնա ցույց տալիս մեզ, որ միանշանակ այդ էլ ամենալավ լուծումը չի։ Պրոստը ինքը օգտագործվում է ուղղակի ես խորհուրդ կտա, եթե դուք այդպես խնդրեմ ունեք, օրինակի համար, չգիտեմ, talent tool կա կամ ինչ-որ լավ tooling-ներ կան կամ առանցին ինչ-որ service կարաք սարքեք, ով որ ժամանակ առ ժամանակ կգնա ձեր տարբեր microservice-ներից կամ Mongo կամ MySQL տարբեր բազաներից data-ներ քերի կհավաքի կբերի, հա, ու իրանց ինչ-որ մի ձև aggregate կանի կպայի graph database-երը։ Այսինքն ինքը միանշանակ միշտ չաշխատի որպես ձեր common, ասենք, service։ Ինքը լինի ինչ-որ մի background մեկը, ով որ տարբեր ժամանակի տարբեր պահերում schedule-ը կլինի վրան եւ այլն եւ այլն։ Ուղղակի այդ ամբողջ ինֆորմացիան կհավաքի ու իրանց միջև relation-ներ կանի, երբ որ դուք ասես ինձ տուր սա, ինքը բեսան բարակ քեզ կտալիս։ Ուրիշ հարցեր, հա։ Ըստ ձեր վերած թեորեմի, հասկացա 3 տեսակի բազաներ կան ընդհանրապես գոյություն։ 3 տեսակի բազա, որ կամ առաջինը չունի, երկրորդը ու երրորդը ունի կամ երկրորդը չունի, առաջինը ու երրորդը։ Իրականում նայ Dubois database նես չի էլի, որ եթե երկու պայմանին բավարարում է, նշանակում է երրորդի վրա вообще թքած ունի ու ասենք ամեն ինչ անում է, որ երրորդը չլինի, հա։ Այսինքն թեորեմի երրորդը չկա։ Ոչ թե նայ։ իրականում երրորդը չկա, երրորդը չկա։ Բայց այսինքն նայ, իմ ասածը հետեւյալն է, եթե օրինակ Mongo-ն վերցնես, հա, ասենք նես չի որ դու իրանով չես կարանալու ստանաս այդ նույն արդյունքը խոսքի ոնց որ MySQL-ով ես ստանում։ Այսինքն դու կարաս իրան configure անես նես, որի արդյունքում լինի նես database, հա, ինքը որ ինչ որ չափով MySQL-ին նման լինի, օրինակի համար։ Իրականում այդպես է, դու իրան real կարաս config անես, որ այդ երկու ասենք availability-ին ու partitioning-ը իրանք mix է, ոչ թե mix անեն, switch-ն խոսքի այս ձևով աշխատի, մյուս բազան այս ձևով աշխատի։ Դու զուտ կոնֆիգուրացիայի հաշվի կարաս ունենաս consistency availability կամ մյուս Mongo-ի instance-ի դեպքում, հա, քո storage-ը ընդհանուր առանցին storage լինի ու ունենաս ուրիշ ինչ-որ instance, որը քեզ կապահովի partitioning ու consistency։ Կարելի է config անել, որ ցանկացած բազա, նորից էսի Oracle-ի մասին չի ժողովուրդ։ Որտե մի քիչ բարդ է իրաց գրի բաներ։ Եթե Mongo-ում nest-ի չի բաղել ինչ-որ բան, object-ա։ Հա։ Ոնց։ Եթե ինքը ինչ-որ relation ունելու այդ բանի մեջ։ Մենք ունենք այդ օրինակը իրականում, տեսեք, ասենք, մենք կարանք ասենք այն իմ ասած field definition-ները, ու իրականում այդպես էլ կա, ինքը առանցին domain model-ը իր առանցին creation flow-ով, ու de facto ինքը երբ որ սարքվում է, մենք իր UUID-ին, PUID-ին, որտեղ այդ UUID-ին նաև դուրս ենք expose-անում, որ user-ը ենթադրենք գա, ասի այս UUID-ով field definition-ի script-երը ինձ տուր, այդ UUID-ին նաև պահում եք script-ի վրա։ Փաստացի դա այնքան էլ ճիշտ practice-ը չի Mongo-ի, որտեղ Mongo-ի իմաստը իրականում հենց դրա մեջ չի, դրա համար հենց relation բազաներն են, բայց իրականում սցենարներ լինում են, որ դու ուզած չուզած դա անում ես, այսինքն դու գալու ես մի հատ select անես այդ դոկումենտը, վերցնես իր object ID-ին ենթադրենք ու գնաս մնացած script-երի մեջ query անես թե այս object ID-ին որ script-ը ունի։ Դու ունենալու ես այս problem։ Մանավանդ եթե կապը մի քիչ մեծ է,
Կապը եթե մի քիչ մեծելավ, փաստացի կարող է դուք ինչ-որ դիզայնի խնդրեմ ունեք ձեր application-ին, որտեղ որպես կանոն, օրինակ մեր դեպքում այդքան էլ պրոբլեմատիկ չի, որտեղ մենք ի սկզբանե հասկացել ենք, թե իրան խի ենք օգտագործում։ Եթե դուք այդ կապը արդեն կամաց sense պախոդ ու development-ի ընթացքում ջողում եք, նշանակում դուք ի սկզբանե մի բան արդեն դիզայնի մեջ նիտո եք արել, դուք իրան ճիշտ չեք օգտագործում։ Ուրիշ հարց, եթե մի քանի տեղ է դա։ Բայց փաստացի եթե այդ ամեն ինչը ամենտեղ դուք ինչ-որ relation-ներ ունեք, ուրեմն դա relational բազերի մասին է։ Ու մի հատ բան ասեմ, նայ, Mongo եթե օգտագործում ես, այդքան բանը պետք է հստակ իմանաս, որ մի հատ դոկումենտը, մի հատ դոկումենտը դա մի հատ խոսքի user-ն է, հա, ենթադրենք։ User-ը ունի ինչ-որ սահմանափակում չափի, այսինքն ինքը չի կարա լինի, չգիտեմ, մի տերաբայթանոց դատայով user-ը, էլի։ Հենց մենակ user-ը get անել, չպետք է այդքան data դու ստանաս, որտեվ չգիտեմ, memory out մի 100 exception կտրնի memory-ի հետ կապված, կարճ ասած։ Բավականին վատ practice-ը այդ nested դոկումենտներն է շատ միքս անել, ասենք nested, այդ իրականում կոդի manageability-ի տեսանկյունից ահագին ու sense ասենք, հա, վատանում է, որովհետև դու չես կարող ամեն ինչ ուղղակի լրիվ լցես ինչ-որ aggregate արվող data-ի մեջ ու քո ուղեղը այդ ամեն ինչը կարողանա միշտ handle անի։ Ամեն ժամանակ դու գալու ես որից այդ ամբողջ flow-ը անցնես, տենաս այդտեղ ինչ է կապը։ Մենք որ ունեցել չի էլի, որ ամեն ինչ պահեք ուղղակի լիքը nested դոկումենտների տեսքով։ Դա էլ իմ կարծիքով սերտազնի չի։ Ես դրա համար էի ասում իրականում, եթե հիշում եք, որ ասացի, այդքան էլ ճիշտ չի customer-ի մեջ order-ը nested պահել։ Դրա հիմնական հա։ Արագ ինչ-որ reader-ա պետք է, եկեք sense case քննարկենք, երբ որ field definition-ներից ես լիքը կարամ սարքեմ, բայց ինչ-որ ժամանակ հետո ենթադրենք, ես մենակ իրանց select եմ անելու մենակ script-ի հետ փաստացի։ Այդ դեպքում ես field definition-ները առանցին սարքած կունենամ, բայց իրանց նաև copy արած կունենամ script-ի ներսում, ու երբ որ ես script-ը կվերցեմ, ես իրան շատ արագ միանգամից կկարդամ։ Բայց այդ արդեն դուք ինքներդ պետք է անալիզ անեք, արդյոք իմ field-երի update-ները շատ է լինում, որովհետև update-ի դեպքում ուզած չէ որ դուք նաև այն ինչ դոկումենտը update ունենաք։ Այս մի հատ բան ասեմ, իրականում իմացեք հետեւյալը, որ եթե օգտագործում ես Mongo-ում կարաս մի հատ plugin կա ավելացնես, ինքը կոնկրետ դու այդքան բանը քո կոդով չձևակերպես, էլի, ինքը իր մեջ երկու հատ ոչ nested object join անի կարելի ասել, այսինքն ինքը վերցնի այս երկրորդին ID-ով իրա, այսինքն ինքը էլի իրարից անկախ երկու հատ query է անելու։ Իրականում syntax-ից շուտ է իրա։ Ուղղակի եթե քեզ տենց ավելի հարմար կլինի, կարաս տենց դրանից օգտվես, էլի, այսինքն եթե Այսինքն դու եթե գիտես, որ դու ցանկացած բան customer-ը get անելու, չգիտեմ, սա օրդերները պետք է լինելու, քեզ այդ դրանից կարաս օգտվես, իրարից անկախ բայես այդ դատաները, որ overload չստանաս, երբ որ պետք չլինի customer-ին get անելը, մենակ customer-ին պետք լինի, էլի, առանց օրդերների, այդ դրանից չօգտվես։ Եթե պետք լինի, ինքը միանգամից այդքան բանը իր մեջ կանի, կտա քեզ դատան, էլի։ MySQL-ի, չէ, դրանից դու արագության առավելություն չես տանի, պրոստը plugin է, որը մի քիչ ավելի հարմարացնում է այդքան բանը, էլի։ Ինքը ուղղակի syntax-ային ինչ-որ լուծում է, որ դուք նորից չգնաք խոսքի select անեք վերցնեք։ Ինքն է ձեր փոխարինանում, բայց ինքը real նորից select անում։ Հա, real ինքը հա, էլի։ MySQL-ը մի ավելի նոր տեխնիկա չէ, դե հա, համատած իրավունքները քիչ։ Օրինակ ես երբ MySQL-ի հետ եմ աշխատում, ես գիտեմ, որ XML-ի հետ թողերով է աշխատում, ու երբ որ MySQL-ի մասին իմացա, նմանացրեցի XML data-ն MySQL-ի հետ, կարելի է ենթադրել, որ եթե SQL-ը չես XML-ը հավես MySQL-ի հետ, ավելի էֆեկտիվ է։ Իրականում նույն Mongo-ի օրինակում ինքը օգտագործում է JSON իր output-ում, բայց ոչ XML-ը, ոչ JSON-ը դա ոչ մի կերպ չի նշանակում, որ ձեր data-ն իրականում պահվում է JSON կամ JSON տեսքով կամ XML տեսքով։ Ձեր data-ն real պահվում է տարբեր ալգորիթմներով index արած, ենթադրենք ինչ-որ ID ու իր bucket-ին այդ data structure-ի մեջ չփոխանան, դա իմ բարդ թեմա է, բայց փաստացի այնպես չի, որ ինքը ձեր ուզած XML-ի տեսքով է պահելու կամ JSON-ի տեսքով։ Դա ուղղակի output մեխանիզմներ են կամ import-ի մեխանիզմներ։ Ու ուրիշ ոչ մի բան real։ Դուք ուղղակի կամ XML-ով import եք անում, կամ XML output եք անում, կամ նույն հաջողությամբ JSON-ով input եք անում ու JSON output եք ստանում։ Իսկ չես XML, որը դեռ համակարգերը շփվեն ավելի շփվեն ինտեգրատիվ ունեք խոսքի remote ինչ-որ procedure-ը project OLTP-ին SQL-ով է, OLTP-ին առանց SQL-ի, ամեն օրվա դատան ագրեգացվի չես SQL ու իհարկե կարող, բայց դա իրականում ձեզ պետք է մի հատ database ապի, որ այդ ամեն ինչով զբաղվի, որպես օրինակ ես ծրագրավորող, ես այդ ամեն ինչ չեմ կարող manage անել։ Ես առաջին մեջ եմ կարող։ Okay, շատ է։ Դուք կարող եք, չգիտեմ, օրինակ
Oracle-ի ծրագրավորողները ասում են մեծ ծրագրավորողներ вообще պետք չեն, մենք մեր վեբսայթն էլ Oracle-ով կգրենք։ Այդ առումով չես կարող իջես։ Oracle-ը մի քիչ չկարացես։ Իրականում կարաս ինչ-որ remote procedure կանչի մյուս բազայում, ասես ոսկի selectorize data-ն բեր, ու այդ data-ի input-ը վերցնես ու aggregate անես տարբեր տեղեր։ Ինչ ես կարող։ Հարց կա։ Ես վարշնացին ուրիշ հարց ունեմ, ասենք եթե շուտով բազանես, որ կոպիանալ Mongo-ը։ Ինչ կոպի կոպիանալ։ Դա իրականում իմ կարծիքով ամեն ինչի ճիշտ է, իր ճիշտ լուծումներ օգտագործելն է, ասենց ասեմ։ Եթե դու ունես big data, դու դրա համար պետք է օգտագործես big data քիչ ասեմ, եթե պես ինչ որ ասենց ասեմ common կես միլիոնից 5 միլիոն շատ իրականում Mongo-ում ասենք replication-ներ բարելա MapReduce-ի մասին կարելի ասել, բայց նայ, իրականում Mongo-ում էլ ու ցանկացած ես մեր common usage բազաներում էլ replicate տանելը բավականին costly ու ծանր գործողություններ է։ Պրոստը տակ դու չես կարող առանց config անելու, առանց real մարդով որ այդ ամեն ինչից հասկանում է, այնտեղ նստած գործանի ու դու ինչ որ ճիշտ այդ ռեպորտներդ ես ստանալ եւ այլն եւ այլն։ Օրինակ Yandex-ում, ասենց ասեմ, իրենց կոնֆերենցիային երբ որ այդ ամեն ինչը պատմում էին, իրենք real SEO կոդեր են գրել, որ Mongo-ում ինչ որ իրենց CLI-ներով կպնեն ու ինչ որ change-եր անեն, որ հատուկ իրենց business specific ոսկի խնդիրը լուծեն։ Այսինքն ունես չէ, որ ամեն ինչ sense շատ լավ է։ Իրականում բազան ահագին ծանր բանը ու real մասնագետներ է պահում։ Ուղղակի դի main data-ն է, ոչ էլ ուզում եք մեզ դի, որ ասենք input-ը ավելի արագ է։ Այդ դեպքում օգտագործեք partitioning ենթադրի։ Դուք իրան բաժանեք տարբեր partitioning-ների, ասեք խոսքի ինչ որ այս ամսվա կտրվածքով ես ուզում եմ partition անեմ per ամիս ենթադրենք, այն մնացած data-ն ամեն օր ինքը օրվա մեջ 1 միլիոն էլ հասնելու է։ Հա, ու այդ տեղափոխումը դա big data-ի մեջ ասենք ավելի մեծանա է անընդհատ։ Իրականում հենց ես դրա մասին եմ ուզում ասեմ, որ դուք իրան ուղղակի archive արեք կամ partition արեք ինչ-որ մի առանցին տեղ, այսօրվա կտրվածքով insert արող data-ները դու ազատ լինի։ Որտեղ երբ որ դու insert ես անում, բնականաբար այդ ինդեքսները քեզ լիքը խանգարում են, դանդաղում, ամեն ինչ տրակվում ու վատ է։ Ասենք շաբաթ լսկալուց է դե ավելի դանդաղ։ Ուղղակի կարաս գցես այդ բազան, որովհետև բանի պետք չի լինի։ Այդ դեպքում դուք real խոսքի պետք է իրան archive անեք մի առանցին տեղ։ Հա, կոպին եմ անում ուրեմն տեղ։ Շատ ճիշտ է։ Նորմալ։ Հա, միանշել։ Ու ընդհանրապես խորհուրդ կտա, եթե այդքան մեծ data-ներ ունեք, real օգտագործեք նույնը անգամ MySQL-ում կա partitioning ասված, որ այսինչ data-երի range-երում այդ data-ն, ասենք ասենք, որ շատ չխորանանք, ինքը մի քիչ ուրիշ ձև է պահում։ Երբ որ դու իրան insert ես անում, select ես անում, ինքը այդ bucket-ների մեջ չի գրում։ Ինքը ուրիշ տեղ է գրում այդ ամեն ինչը։ Այն տեղում է գրում, որտեղ հենց հիմա ինքը լավ available է, հա, ենթադրենք, այդքան մեծ ինդեքսների ծառերը ուրիշ չի կառուցում։ Okay։ Իսկ երբ որ հենց արդեն հասնում է գործը analysis-ին, կամ երկու data mining-ը։ Data mining-ի համար ես որ կտամ ընդհանրապես օգտագործեք framework-ը ունեք Spark եւ այլն, որոնք կարողանան խոսքի ինչ-որ ձեր ինտերֆեյսներին IO channel-ով ինչ-որ մի ձև բազայից խոսքի, ասենց ասենք, data-ն քերեն ու տարբեր անալիզներ անել։ Այդ ամեն ինչը բազայի գործը չի։ Եթե դու ավելի ոնց որ էֆեկտիվ կկարդա բազայից։ Այնքերի կկարդա բազայից, բայց դու անալիզ SQL-ով ոչ ես անելու։ Իրականում MapReduce ալգորիթմներ են, դա ինչ-որ segregation-ներ, aggregation-ների ու եկա պրոբլեմատիկ հարցեր են։ Այսինքն դու չես կարող ուղղակի, դու չես կարող ուղղակի բազայի թուլերով այդ ամեն ինչը անես, հա։ Basic բաներ բնականաբար կարաս անես, բայց minimum aggregation անես, count-ով, aggregation անես, sum-ով եւ այլն, okay։ Դե երկուսն էլ լրիվ հանգիստ կանեն, էլի, ոչ թե տարբերություն չկա։ Բայց եթե հարցը գնում է ինչ-որ suggestion API կամ predicate անել ինչ-որ մոտակա տարում ինչ պետք է տեղի ունենա, դրա համար գոյություն ունեն ընդհանրապես առանցին framework-եր, առանցին tool-եր, հա, որ այդ ամեն ինչը կողմը կանեն։ Ու բավականին ծանր։ Մի քիչ կամ մի քիչ, չգիտեմ ինչքանով, շատ նոր եմ ուսումնասիրում, բայց մի քիչ կարացել է։ Դե, մերոնք եւս ասած խոսքի count-ը սամ դու կհաշվես։ Հա, հենց mining-ի tool-երը analysis services-ի մեջ։ Իսկ ճիշտ է, ես mining-ի tool-երից այդքան տեղակ չեմ բազալել։ Ու նոր եմ լսում, որ նման բաներ կան։ Ես ավելի շատ խոսքի հենց կոնկրետ իրենց տեխնոլոգիաներն են փորձում այդ երկրում օգտագործել, օրինակ Spark, ու Mahout, եթե լսել եք Apache։ Ուրիշ,
Իսկ իրա մեջ MapReduce-ի framework-ը չէ, հենց Mongo-ն այդ MapReduce-ի performance-ը ինչ-որ Hadoop-ի MapReduce-ի հետ ինչ-որ տարբերություն Ես ռեալ չեմ կարող դրա մասին ինչ-որ կոմենտ անեմ, բայց այնքանով կարող ասեմ, որ իմ կարծիքով Hadoop-ի դեպքում դու շատ նոդերի դեպքում այդ ամեն ինչը ավելի ճիշտ կկազմակերպես, ամենայն հավանականությամբ։ Որտեղ Pixart-ից Hadoop-ի պրեզենտացիան եթե ներկա եղել եք, ինքը այդ ամեն ինչի մասին անցած տարի պատմում էր ու բավականին հետաքրքիր լուծումներ են եկան, իհարկե իրանց կաստիլներով։ Ամենաշներ իրար cost-ով է մեգաբայթը բայց ասենք այսքան մեգաբայթ ավելի մի բանի մապի ժամանակ չես ամեն ինչը իրար քեզիները բնականաբար ունի, ոչ միտեղ ուղղակի հենց ինքը իրանով multi-trading հասվածը արդեն իսկ բարդ հասկացողություն է, այնպես որ նաև փորձել իրանց ինչ-որ պարալել չանկերի բաժանել, վերցնել եւ այլն, դա ռեալ մասնագետ մարդիկ են դրանով զբաղվում, ու մեր նման մարտահրավերների գործի չի։ Դա դե շատ է։ Վերջ, հա։ Սելեկտների մասին խոսացինք, որ ինքը մի քանի անգամ ավելի բաց է իր սելեկտներով եւ անալիստներից որ խնդրեմ ասեք։ Ինսերտներից կախված է ինդեքսներից իրականում։ Այդ այնքան էլ sense միանշանակ չի, որովհետև կախված է ռեալ ինդեքսներից։ Թե դու որտեղ ինչ ինդեքսներ ես դնում։ Բնականաբար ինչքան շատ ինդեքս ունես, այնքան ինսերտի տարածությունն է դանդաղում, բայց sense ասենք, հա, իմ կարծիքով, չնայած չեմ ասի կարծիքս տվախապ։ Իսկ իմ կարծիքով Mongo-ը հիմնականում ավելի արագ կլինի։ Եթե կոնկրետ ինչ-որ, չգիտեմ, խառը կոնֆիգների մասին խոսքը չգնա, default hot բաների մասին խոսքը գնա։ Հա։ Այդ ամեն դեպքում, էլի։ Իրականում գիտեք ոնց, եթե դուք այնտեղ խոսքի տարբեր table-ներով join-ների համար insert անեք ընդհանրենք, հա, այդտեղ problem կլի բնականաբար։ Բայց եթե դուք իրան ընդհանուր մի հատ document անեք, միանշանակ դա ավելի արագ է։ Դե ասենք կարող է քեզ պետք է լինի store-անել data, միանգամից խոսքի MySQL-ով եթե ասես մի 5 table-ի մեջ։ Իսկ Mongo-ով ասենք 5 հատ լրիվ իրարից անկախ collection-ով։ Այդ ժամանակ չես կարող ասես էլի, բայց ամեն դեպքում հավանաբար MySQL-ով մի քիչ ավելի արագ կստացվի։ Բայց ասենք կախված է ինդեքսներից, կարող է մի 100 հատ ինդեքս ունես, չգիտեմ, ու ասենք նենցա որ Mongo-ն կարող է այդ ինդեքսների միանշանակ չես կարող ասես, բայց ամեն դեպքում։ Ասենք պրիտոմ էլ չեմ ասում, եթե խոսքի գնա եթե scale արած է այդ ամեն ինչը, այդ вообще բարդ է ասել է, էլի։ Որտեւ եթե այսքանը հասկացանք, consistency պատճառով դու պետք է սպասես, որ այդ data-ն նաև available լինի քո SQL-ի ասենք այս մի նոդում, այսինքն բառացիորեն ինքը lock-ի մեջ սպասելու է դրան, իսկ Mongo-ի դեպքում դու իրան կարաս այն config անես, որ գիտես ինչ եղբայր, ինչ չի տալու, fire and forget, ուղղակի տարլից իրան, այդքան բան։ Դե կարաս MySQL-ն է տես config անես, բայց user-ի ինչ-որ մի field, news կարաս պրոստը ինքը էլ MySQL չի լինի, էլի։ User-ի իրար հետ ինչ-որ ենթադրենք relation ունեն, ադրեսի վրայի change-ը պետք է այս միջև իր վրա ինչ-որ aggregate կամ ինչ-որ գործողություն անել է, ինչ-որ insert update անել է, պետք է available լինի նաև այստեղ։ Այսինքն փաստացի դու տեղ performance-ի gap ունես։ Կարաս նենց անես MySQL-ը config, որ ինքը log չանի, պրոստը այդքան էլ Մեր վերջն է, էլի։ Վգան չեր աշխատում սրա, սրանց վգան չեր աշխատում։ Մանկոսամ էլի։ Ստե իմ բանի Դուք եք հիմա լինելու։ Արդեն սկսում եք։ Եթե կարելի է, ստեմ USB-ին դնում։ USB-ին չեմ կոմպին։ Դրացա։ Միացնեմ ձեր վրա։ Միկրոֆոնը։